Սպասելիքներն ու ցանկությունը մեկն է, սրբազանի հետ կապված, բոլորդ գիտեք, այս ամիսների ընթացքում քաղաքական հետապնդում է սրբազանի նկատմամբ ու այդ մասին բազմիցս առիթ ունեցել ենք բոլորս խոսելու եւ սա հենց նրա մասին է, որ մենք Շիրակի մարզի հոգևոր թեմի ներկայացուցիչներս, հավատացյալներս այսօր մեր սրբազանի կողքին ենք եւ այսօր ես էլ իմ թիմով միացել եմ այս ստորագրահավաքին, նպատակը մեկն է, որ այս քաղաքական հետապնդումները, ճնշումները մեր սրբազանի Միքայել Սրբազանի հետ կապված, սա էլ յուրօրինակ մոդեցում է, բողոքի ձև է եւ նաեւ մեր հավատավոր ժողովրդի ցանկությունն է, որ Սրբազանը այս պայթերությամբ ճիշտ է տնային կալանքում է գտնվում, բայց այնուամենայնիվ մենք հնարավորություն չունենք հանդիպելու մեր հոգևոր առաջնորդի հետ եւ սրա նպատակն է մեկն է, որ խափանման միջոցը տնային կալանքից հնարավորություն տրվի, որպեսզի Սրբազանը կարողանա զբաղվել կոնկրետ իր գործով եւ իր թեմի, իր հավատավոր ժողովրդի հետ կարողանա ավելի ազատ շփումներ ունենալ։ Պարոն Գրիգորյան, ինչ կոչ եք անում քաղաքացիներին, ովքեր դեռ չեն միացել ստորագրահավաքին։ Բնականաբար կոչս է բոլորին, թող բոլորն եկան միանան, սա մեր սրբազանի ազատության համար է, կաշկանդվելու բան չկա, վախենալու բան չկա, մենք մեր թեմի առաջնորդի կողքին ենք։ Պարոն Գրիգորյան, ինչ ասեք զուգահեռ հրապարակում այսօր իշխանության կողմից կազմակերպված դաշտության համերգի միջոցառում է։ Բնականաբար մեր նպատակը մեկն է, մեր նպատակը մեր եկեղեցին, պետությունը, պետականությունը, մենք այսօր ամենայն դեպս այստեղ ենք, եկեղեցում ենք այդ նպատակով, իսկ զուգահեռ հրապարակի հետ կապված թող մեկնաբանեն զուգահեռ հրապարակում կազմակերպողները, թե ինչ են կազմակերպել, ինչի համար են կազմակերպել, ինչ նպատակով են կազմակերպել, դա արդեն իրենց խնդիրն է։ Դուք եւս միացել եք Միքայել Սրբազանի ազատության պահանջով ստորագրահավաքին, ինչ ակնկալիքներ ունեք։ Ակնկալիքներ շատ ունիմ, իհարկե ակնկալիքս միայն Աստծով է, մարդկայինով չունիմ ակնկալիք, միայն Աստված է ողորմած արտարակատը, ճշմարտախոսը, ճշմարիտը, արտարություն սիրողը, ուրեմն ես մենակ Աստծուց հովանալու միջանը կհավատամ, որ Սրբազանիս համար Աստված հատկապես բարեխոսել մի Աստվածամայրը, որովհետև Սրբազանը Աստվածամորը շատ է սիրում եւ տեղ է տալիս։ Բարեխոսությունը կխնդրեմ մենակ Աստվածամորս, Սրբազանիս ազատություն, միայն ազատություն։ Ինչի համար։ Իրավաբանորեն որևէ այդպիսի բան նախատեսված չէ քրեական դատավարության օրենսգրքով, բայց այս ամեն ինչը որոշակիորեն կարող է ազդակ հանդիսանալ դատարանի համար, որովհետեւ վերջինս համոզմունք ունենա նախ Սրբազան որ անմեղության վերաբերյալ, երկրորդ հերթին էլ խափանման միջոցի իրավաչափությունը քննարկելուց եւս մեկ անգամ կանրադառնա այդ պահանջին, նաեւ նկատի ունենալով Միքայել Սրբազանի վարքային խստապահանջությունը ու այն հանգամանքը, որ վերջինս այլընտրանքային որևէ խափանման միջոցի պայմաններում չի կարող խախտել խափանման միջոցի պայմանները, եթե այդպիսիք լինեն։ Մի քանի հազար ստորագրություն կա, քանի որ ներկայ չեմ ստուգել, նաև մեկնարկել է էլեկտրոնային ստորագրության միջոցը, որովհետեւ մարդիկ կարողանան նաև համացանցի միջոցով իրենց տվյալները լրացնելու միջոցով մասնակցություն ունենալ ստորագրահավաքին, ներկայ թիվ չեմ կարող ասել, բայց մի քանի հազար անց է արդեն։ Իսկ սպասելիքներ ունեք, որ այս անգամ գոնե դատարանը կարող է փոխել խափանման միջոցը։ Կարծում եմ պետք է հաշվի առնի այս ամեն ինչը դատարանը։ Պարոն Աշխարհյան, դուք եւս մասնակցում եք ստորագրահավաքին, ինչ ակնկալիքներ ունեք, ինչ հարց է լուծելու է ստորագրահավաքը, արդյոք սա իշխանությունների համար ազդակ կլինի, որպեսզի վերանայեն իրենց որոշումը, հատկապես այն ապօրինությունների շղթան, որն այսօր իրականացվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի նկատմամբ։ Ըստ երևույթին մենակ Սրբազանը չէ, հա, կարելի ասել ազգի հիմնական գլխավոր էլիտան է, որ այս պահին քարկոծվում է, բանտարկվում է, չգիտեմ, հազար տեսակի զրկանքների ու բաների հանդիպում, սա նշանակում է, որ ցեղասպանությունը շարունակվում է
որովհետև եթե տրամաբանորեն վերլուծենք 15 թվականը եւ ապրիլ 24-ը, որը շուտով այդ օրն է գալու, երիտուրքերի կառավարությունը ինչ արեց, ամենասկզբից ազգի էլիտային ոչնչացրեց, որպեսզի ավելի հեշտ կառավարելի լինի մնացածը, այսինքն ազգը։ Սա դրա տրամաբանական շարունակությունն է եւ երկրի իշխանությունները քաչ գիտակցելով այդ ամեն ինչը եւ տեսնելով նախկին փորձը արդեն ունենալով իրենք այսօր անում են այն ինչ արել են ժամանակին մեր թշնամիները։ Այսօր հիմա այս պահին այստեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ազատարձակման համար հավաքվող ստորագրահավաքն է տեղի ունենում, իսկ ճիշտ եկեղեցու հարևանությամբ հրապարակում տեղի ունենում վարչապետի համերգը, որը քիչ հետո կսկսվի, այսինքն զարմանալու չէ ըստ էության, բայց սովորական նորմալ մարդիկ կզարմանային, որովհետև չի կարող քո հարևանությամբ ապրող բոլոր ազգերը, երկրները կրակի պատերազմների մեջ լինեն եւ դու անհոգ այսպես քո երիտասարդությունը կամ քո ծերությունը վայելես պարաբանների վրա նվագելով, հա։ Պարոն Նախշկարյան, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները այսպես լուրջ արգումենտ բերում են, որ իրենք Նիկոլ Փաշինյանը միակ վարչապետն է եղել, որ կարողացել է տարածաշրջանին բերել խաղաղություն, իրենք հիմա կարող ենք ասել, որ չեն տիրապետում իրավիճակին, իրականությունից կտրված են։ Ես ուզում եմ հասկանալ մի բան, եթե ասենք վաղը Նիկոլ Փաշինյանը չլինի, մեռնի, ոսկի, ինչ ուրեմն խաղաղությունն այլևս չի լինելու այս երկրում։ Ինչ արել որ բերել է այդ խաղաղությունը ու ո՞նց է բերել այդ խաղաղությունը։ Այդ խաղաղությունը ինստինկտիվ գալու է, բայց խաղաղություն չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովրդի հարևանը ադրբեջանցին է, իսկ մյուս կողմից թուրքը։ Ու պատերազմները բոլոր տեսակի պատերազմները չեն ավարտվելու, քանի դեռ հայը հաղթանակ չի տարել։ Սա միանշանակ եկեք հիշենք ու ականջներից սողանենք։ Հայ ժողովուրդը ինքը որպես այդպիսին հազարամյակների մեջ երբեք հարձակվող չի եղել, այսինքն մենք միշտ խաղաղության կողմնակից ենք եղել, խնդրեմ եկեղեցու զանգերներ հնչեցին, իլերումն ու հավաստումը խոսքիս, հայ ժողովուրդը միշտ իր տան շեմին է իր թշնամիներին դիմավորել եւ իր տան շեմին է միշտ պարտության հասցրել թշնամիներին, այնպես որ հայ ազգը ինքը որպես այդպիսին խաղաղասեր է ու խաղաղությունը մեզանից է գալու, ոչ թե ադրբեջանցիներից կամ չգիտեմ ադրբեջանամետ իշխանություններից։ Նիկոլ Փաշինյանը ինքը որպես այդպիսին պարզապես զուտ իր իշխանությունը ամրապնդելու պահելու համար սկսել է վախի մթնոլորտ ստեղծել ժողովրդի ազգի մեջ, որպեսզի կարողանա վերարտադրել, որովհետև ինքը այս պահին տեսնում է, որ իր վարկանիշը բավականաչափ ընկած է ու ինքը այն ժամանակվա այն վայելումը չունի, ինչ որ այսօր է, դրա համար ինքը հիմա ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա նորից վերարտադրվի։ Իր ասած շնեն ու շանգյալները, չգիտեմ, 3 առաջ օրվա արտահայտությունը, հիմնարաբար արտահայտությունն արված պիտի ապացուցեն իրեն, որ շունը հավատարիմ կենդանի է, իսկ շանգյալները չների տերերն են։ Մենք կարողանանք հասնել մեր նպատակին ու նորից եմ ասում, մի քանի անգամ ասել եմ ու նորից կկրկնեմ, որ Հայաստանում լինելու է արտարություն, Հայաստանում լինելու է ավելի վստահություն ապագայի ու ընդհանրապես կյանքի նկատմամբ։ Վաղվա արևի բացման հետ կապված բոլոր տեսակի սրանց նախապատրաստական աշխատանքները չեն անցնելու։ Արևը բացվելու է ամպերից այն կողմ, այս կողմ ավելի ճիշտ, ամպերից այս կողմ եւ արևը ծագելու է բոլորիս համար։ Խոտից, շնից եւ Նիկոլիս ասած շանգյալներից։